Հայկական զենքերը այլևս գաղտնի չեն, բացահայտումներն արել են ռուսաստանցի մեր գործընկերները։ REN-TV հեռուստաընկերության ռազմական գաղտնիք հաղորդաշարն անդրադարձել է հայկական զենքի արտադրությանը։ Ներկայացվել են հայկական զինատեսակների ամբողջ արսենալն ու պատմությունը։ Անդրադարձ է եղել, թե ինչպես Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում սկսեցին արտադրել ինքնաշեն ատրճանակ գնդացիր եւ աստիճանաբար սկսեց ոտքի կանգնել ռազմական արդյունաբերությունը։ Հաղորդման գնահատմամբ այդ զենքերը աչքի են ընկնում ինքնատիպ լուծումներով, հայ զինագործները հմուտ են ու թարմ մտահղացումներ ունեն։ Սա հույժ գաղտնի ինֆորմացիա է հայկական զինատեսակների արտադրության համար։ Այս բոլոր զենքերը արտադրվում են հայկական մեքենաշինական գործարաններում։ REN-TV հեռուստաընկերությունը հատուկ նշում է, նշանառու հրազեն արտադրելու գաղտնիքը Հայաստանը չի քողազերծել երբեք։ Հայաստանը առաջին հանրապետությունն էր, որը ԽՍՀՄ փլուզումից հետո անմիջապես անցավ զենքի արտադրության։ Պատճառը Ղարաբաղում ընթացող պատերազմն էր։ Ռուս լրագրողը զարմանում է, թե ինչու էր պետք անցնել սեփական արտադրության, եթե կարելի էր հեշտորեն զենք գնել երրորդ երկրների միջոցով։ Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ միշտ կարող են մեզ շրջափակել, իսկ պատերազմն այնպիսի բան է, որ կարելի է եւ հաղթել, եւ պարտվել։ Սեփական արտադրության զենքն ունենալը անկախ եւ պաշտպանված լինելու հնարավորություն է տալիս։ Ռուսական հեռուստաընկերությունը նշում է, որ արտադրված զենքի ծավալը մեծ չէ, բայց այն իր տեխնիկական բնութագրով չի զիջում հայտնի զինատեսակներին։ Այս ինքնաձիգը տեխնիկական բնութագրով միանգամայն համեմատելի է հայտնի Կալաշնիկովի ավտոմատի հետ։ Քառալիսկ ռազմական ատրճանակ գնդացիր, որոնք նախատեսված են հատուկ ջոկատների համար։ Հայկական զենքերի պատմությունը ըստ REN-TV-ի սկսվեց 1992 թվականին այս գնդացիր ատրճանակով, որը գործադրվում էր Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Դրանք շուտով սպառազինությունից դուրս եկան, բայց Չեչնիայի պատերազմի ժամանակ այդ զենքերը հայտնվեցին չեչեն գրոհայինների ձեռքին։ Չեչնիայում հայտնված զենքը Հայաստանից չի գնացել, Չեչնիայում կրկնօրինակներ են արել, ինչպես եւ ԱԿՍ-ուն են կրկնօրինակել։ Հեռուստատեսությունը գտել է այն ճանապարհը, թե ինչպես են հայկականի նմանվող զենքերը հայտնվել չեչեն գրոհայինների ձեռքում։ Ըստ նրանց Ղարաբաղի պատերազմի ժամանակ չեչենները Ադրբեջանի կողմից կռվելով ձեռք են բերել հայկական զենքեր ու տանելով Չեչնիա կրկնօրինակել են դրանք։ Հաղորդումը անդրադառնում է նաև հայկական զենքերի առանձնահատկություններին ու հատուկ ընդգծում, որ հայ զինարտադրողները թարմ են մտածում եւ խելացի լուծումներ են առաջարկում։ Ըստ նրանց դեռ շատ հայտնի չլինելն է խանգարում, որ հայկական ռազմական արտադրանքը մտնի միջազգային շուկա, բայց սա լոկ ժամանակի խնդիր է։ Զորապ Հարոյան, Army News։